Ողջույն հարգելի հետևորդներ, եթերում իրական զրույցի հերթական թողարկումն է։ Այս զրույցի ընթացքում ձեզ համար կզրուցեն ազգանախաձեռնության անդամ Արփի Թոփչյանը եւ Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների հասարակական կազմակերպության իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանը։ Սիրելի Հասմիկ, շատ շնորհակալ եմ հրավերը ընդունելու համար եւ ուզում եմ որպեսզի այս զրույցի ընթացքում մենք անդրադառնանք մի շատ կարեւոր հարցի, որը կարելի է ձևակերպել այսպես. առանց արդարության իրական խաղաղություն երբեք չի կարող լինել։ Եվ մասնավորապես վերջին իրադարձությունների ֆոնին, երբ Բաքվում հրապարակվեց Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության շինծու գործով դատավճիռը եւ դրան անհամապատասխան ոչ adekvat արձագանք Հայաստանի իշխանությունների կողմից, այս հետևողական նվաստացման ֆոնին կցանկանայի ձեր կարծիքը լսել որպես մասնագետի, որպես ոլորտի գիտակի, թե ինչու է կարևոր արդարությունը եւ ինչու առանց արդարության հաստատման, ինչու առանց հանցագործությունների դատապարտման եւ հատուցման որևէ մեկը իրականում չի կարող խոսել խաղաղության մասին։ Նախ շնորհակալ եմ հարգելի Արփի հրավերի եւ այս կարևոր թեմային հերթական անգամ անդրադառնալու հնարավորության համար, որովհետեւ իսկապես սրանք հարցեր են, որոնք ճիշտ է տևական ժամանակ շարունակում են մեզ ուղեկցել ամենօրյա կյանքում եւ տարբեր սոցիալական, հասարակական զարգացումներին զուգահեռ, սակայն պետք է նշենք նաեւ, որ շարունակում են մնալ մեր համար ամենակարևոր հարցերից մեկը, հատկապես հաշվի առնելով Հայաստան-Ադրբեջան զարգացումները, սակայն որոնց համատեքստում փաստ է, որ դրական զարգացումներ որպես այդպիսին մենք չենք ունենում եւ կարիք կա նաև, որ հանրության մոտ նաև ճիշտ պատկերացումներ լինեն, թե իրականում այդ դատավարությունները ինչի մասին են, ինչ է խախտվում եւ վերջի վերջո հեռահար նպատակները դրանց որոնք են, որովհետեւ առաջին արտաքին արձագանքը ազդակը, որ մենք շատ հաճախ տեսնում ենք, բնականաբար եւ օբյեկտիվորեն դա այն էմոցիոնալ ֆոնն է, որը կա, բայց պետք է նաև այս ամեն ինչին մենք կարողանանք իրավական գնահատականներ տալ, նաև տեսնելով, թե իրավական ինչ խնդիրներ կան, որը առաջին հերթին պետք է մենք կարողանանք նաև որպես պետություն եւ պետության ներկայացուցիչներ դրսում նույնպես գրագետ ձևով ներկայացնենք, ինչու, որովհետեւ մենք հիմա հայտնվել ենք մի իրավիճակում, որտեղ ցավոք սրտի շատ են նաև ժամանակին չարվածների բացերը եւ այդ բացերը թե ինչպես է նաև Ադրբեջանի կողմից օգտագործվում։ Ես այս ամեն ինչին հանգամանալից իհարկե կանադառնամ նաև այդ դրսի արձագանքների առումով, ինչու, որովհետեւ դա շատ կարեւոր է։ Այնինչ այսօր տեղի ունենում մեր հայրենակիցների հետ Բաքվում, դա սոսկ միայն այդ դեռ 10-ին մնացած այս պահին հայերի դատավարությունը չէ, դա մեծ հաշվով Հայաստանի դատավարությունն է, որովհետև այդ դատերի միջոցով փոխվում է նարատիվ, ինչպես է փոխվում եւ ինչու է փոխվում, որովհետև ակնհայտ է, այստեղ երկու կարծիք լինել չի կարող, որ սրանք կեղծ դատավարություններ են, իրենց մեջ պարունակում են շատ ակնհայտ, շատ ուժեղ քաղաքական տարրեր, որի նպատակը պատժելն է ոչ միայն այդ մարդկանց, այլ նաև ողջ հայ հանրության, հա։ Եվ եթե մենք նայենք այն հոդվածները, որոնք որ առաջ են բերվել, այդտեղ կան ահաբեկչություն, հա, քրեական հոդվածները, ահաբեկչության ֆինանսավորում, հա, Ադրբեջան պետության ազգային անվտանգության դեմ ուղղված գործողություններ, հա, ապօրինի զինված ուժեր ստեղծել, պահել, ֆինանսավորել, սրանք բոլորը այն հոդվածների մի մասն են, որոնց ներքո այսօր դատվում են եւ դատվում էին վերջին տարիներին եւ ռազմաքաղաքական ղեկավարությունը Արցախի եւ նաեւ զինվորականներ, քաղաքացիական անձինք, այլ տարբեր հոդվածներով եւս, եւ եթե մենք խորամուխ լինենք նաեւ այս հոդվածների բովանդակությանը, ապա կարող ենք նաեւ հեռահար նպատակները Ադրբեջանի հասկանալ, որովհետեւ այս հոդվածներով դատապարտելով ֆոն է ստեղծվում նաև, որ Արցախի գոյությունը ինքնին եւ Արցախում այդ մարդկանց դերակատարումը միտված է եղել ապօրինի որոշակի process-ների, այնտեղ բնակվել է, հա, զինված որոշակի, օրինակ պաշտպանության բանակ ունենալը, հա, ամեն ինչ ներկայացվում է հակառակ ֆոնով եւ այդ հոդվածները այդ նպատակով էլ մեջբերված են, որպեսզի նաև նարատիվը փոխվի, հա, Արցախի գոյության եւ այս տարիների արցախցիների ինքնորոշման իրավունքի հետ կապված։ Եվ հետեւաբար հայ հասարակության մեջ էլ ցավոք սրտի, երբ որ հանդիպում ենք ու շատ հաճախ ենք հանդիպում այլ ընկալումների, նույնիսկ արդարացումների, ես էլի պիտի նշեմ ցավոք սրտի, արդարացումների այս process-ների դատավարությունների առումով
ես իսկապես չեմ հասկանում, կա դա միամիտ պատկերացումն է, չգիտակցելն է, որ վերջի վերջո այդ մարդիկ չեն սոսկ դատվում, այլ ողջ Հայաստանն է եւ Արցախի շուրջ տեղի ունեցած այս տասնամյակում process-ները, որովհետեւ փոխելով նարատիվը Արցախի գոյության, Ադրբեջանը եւս մեկ քայլ է կատարում, նաեւ միջազգային հանրությանը ցույց տալու, որ այս դատական գործերով մի մեծ ապօրինի խմբավորման, եթե կարելի է այդպես ասեմ, հա, հարցն է լուծում եւ ինչ անում է ճիշտ է, հա։ Իսկ հիմա անդրադառնանք այդ process-ների ավելի ընթացակարգային ինչ խնդիրներ կան։ Իհարկե մենք բոլորս էլ սպասում ենք նախորդ շաբաթվա հանգուցալուծումները մի քանի գործով, քաղաքական եւ ռազմական առաջնորդների առումով, որովհետեւ ամիսների ընթացքում հետևելով դատական process-ներին պարզ էր, թե վերջնարդյունքը ինչպեսին պիտի լինի, նախ այնտեղ շատ ակնհայտ է, միանշանակ է այստեղ, որ կա արդար դատաքննության մի փունջ խախտումներ, հա, ի սկզբանե այդ դատական գործերը ապօրինի էր, իրենց նախաձեռնումից, այո, բնույթը ինչպես է նախաձեռնվել, ինչպես է հարուցվել, զրկված են եղել մեղադրյալները որպես այդպիսին, զրկված են եղել արդար դատաքննության հետ կապված բոլոր հնարավորություններից։ Արդյունավետ պաշտպանության իրավունք չի եղել, հա, մրցակցություն որպես այդպիսին, նյութերին հասանելիություն, թարգմանության հետ կապված հարցեր, հա, ել չեմ ուզում խոսեմ պահպան պայմանների այն վատ վերաբերմունքի խոստանգումների դրսևորումներին, որոնք այս ամիսների ընթացքում ձերբակալվելու պահից սկսած մինչ օրս էլ շարունակվում են եւ շատ հաճախ նույնիսկ կարող ենք այլ միջազգային գործընկերների կողմից հարցադրումը լսել, թե ինչպես կարող եք ասել, որ վատ վերաբերմունքի են արժանանում, այս սրանց պատասխաններն շատ միանշանակ է եւ ես ուզում եմ եւս մեկ անգամ կրկնել, որպեսզի մեր հարգելի չասեմ հեռուստադիտողն լսարանին նույնպես պարզ լինի այս ամեն ինչը, որ ուղակի բողոքներ չեն, որ շարունակաբար հնչում են, նախ այն փաստը, որ եւ հայկական կողմը եւ որևէ երրորդ այլ կողմ զրկված է եղել այնտեղ ներկա լինելու մշտադիտարկում իրականացնելու հնարավորությունից, սա մեծ արգումենտ է ցույց տալու, որ process-ները այնինչ այնտեղ կատարվում է ամբողջությամբ չի երևում եւ կան բաներ, որոնք թաքցվում են։ Երկրորդ մեր աշխատանքը, հանդիպումները, առանձնազրույցները վերադարձած դերևս 20 թվականից հետո վերադարձած գերիների հետ ցույց են տվել այն կտանքների, խոշտանգումների վատ վերաբերմունքի դրսևորումները եւ ֆիզիկական եւ հոգեբանական, որոնք տեղի են ունեցել եւ ձերբակալվելու process-ում եւ հետագայում նաեւ, ինչը բավարար հիմք է տալիս ենթադրելու, որ յուրաքանչյուր հայ, ով գտնվում է ադրբեջանական իշխանության, զինված ուժերի, ոստիկանության, դատախազության, հա, էական ուժային կառույցների վերահսկողության ներքո պոտենցիալ ռիսկի ներքո է, որ նման վերաբերմունքի կարժանանա, որովհետեւ մի կողմից կան արդեն նախադեպերը եւ նախադրյալները, եւ երկրորդ չկա որևէ արդյունավետ մեխանիզմ, որը կամ կհսկի, կկանխի, կամ գոնե կատարվելուց հետո պատասխանատվության օրակարգ առաջ կբերի եւ վերջիվերջո եկեք հետայազգ նետենք, հա, ավելի հետ գնալով 16 թվականից սկսած ավելին է, մենք չունենք գետ մեկ դեպք, երբ որ հայ զինվորականին, քաղաքացիական անձանց խոշտանգելու, վատ վերաբերմունքի արժանացնելու դեպքով գետ մեկ ադրբեջանցի պատասխանատվության ենթարկ դրա հակառակը։ Այո, ունենք Գուրգեն Մարկարյանի, այո, Սաֆարովի հերոսացնելու, ազգային հերոս դարձնելու, պարծանքներով նրան շրջապատելու, ամեն ֆինանսական, սոցիալական այդ process-ը, որ ապահովել է Ադրբեջանի իշխանությունները, ցույց տալով հստակորեն, որ հայերի նկատմամբ կատարվող արարքները ոչ թե բաժելի են, այլ հակառակը պետության քաղաքականությունը այնպիսին է, որ դա մեծարվում է եւ նման անձինք ավելի լավ վերաբերմունքի են արժանանում, հա։ Շատ լավ։ Ինձ մոտ ճիշտ ասած երկու հարց առաջացավ։ Մեկը որպես ասեմ միջին վիճակագրական քաղաքացիով քաղաքական տեսակետից է նայում այդ դատավարությանը, այլ դուք խոսում եք ընթացակարգի չհետևելու խախտումների եւ մնացածի մասին։ Ինձ համար որպես մարդ քաղաքական տեսակետից ես կարծում եմ, որ երբ որ մենք խորանում ենք դատավարության դետալների կամ ճիշտ կամ սխալ ընթացակարգերի մեջ, մենք այս կամ այն չափով ընդունում ենք Ադրբեջանի այդ դատավարության լեգիտիմությունը եւ իրականում այստեղ քաղաքական բնույթի պաշտպանություն պիտի լիներ, ի սկզբանե
քանի որ Արցախցի ոչ մի հայ երբևէ չի ընդունել Ադրբեջանի օրենքները, ավելին Արցախը երբեք չի եղել Ադրբեջանի մաս, անկախ Ադրբեջանի մաս, որքան ինչ էլ ուզում են ասեն օրվա իշխանությունները կամ նրանց սատարողները, դա իրենց գործն է, փաստացի Արցախը դասնամյակներ շարունակ եղել է միջազգային լուրջ կոնֆլիկտի մաս, եւ հետեւաբար ի սկզբանե իմ կարծիքով ամենաուժեղ պաշտպանությունը դա հայտարարել, որ այդ դատարանը ընդունելի չի եւ մենք առհասարակ որևէ գործընթացի, այսինքն դա ամենաուժեղ մոտեցումն է։ Մենք չենք ենթարկվում այդ դատարանին եւ նրա կայացրած որևէ որոշում եւ որևէ օրենք մեր համար անընդունելի է եւ սլակները պետք է ուղղել նույն միջազգային հանրության եւ մնացածի վրա, որ դուք տարիներ շարունակ երաշխավորել եք, որ Արցախյան հարցը չունի ռազմական լուծում, բայց ձեր իսկ երաշխիքները խախտելով փաստացի մենք հայտնվել ենք այս վիճակում։ Ես կարծում եմ, որ այս տեսակետից մենք շատ ավելի շահեկան եւ ինչու՞ չէ մեղադրողի կարգավիճակում կհայտնվեինք, միաժամանակ հասկանալով, որ իհարկե այս խոսույթի տակ անձնական ողբերգություններ են, բայց եթե անկեղծ ասեմ, այլ նշեցիք հանրության մեջ որ միանշանակ ընկալումների մասին, իմ համար ես ինքս ոչ միանշանակ ընկալում ունեմ Արցախի քաղաքական մանավանդ ղեկավարության տարբեր անդամների հանդեպ, որովհետև համարում եմ, որ նրանց գործողությունների արդյունքն է նաև թե հայաթափված Արցախը, թե այն, որ նրանք այնտեղ են, բայց այդ կարգավիճակում այնքան ես համաձայն եմ, որ եթե նրանք մեղավոր են, պիտի պատասխան տան միայն հայկական դատարանի առջև։ Հետևաբար, եւ երկրորդ հարցը ուզում էինք, որ նշեցինք, որ երբևէ որևէ ադրբեջանցի պատասխան չի տվել իր գործած, այսպես ասեմ, հայի հանդեպ գործած հանցանքների համար, չեք համարում արդյոք, որ դրա թիվ 1 մեղավորը մենք ենք, որ մենք հետամուտ չենք եղել, թե սկսած Սումգայիթից, Բաքվից, Մարաղայից, 90-ականներից սկսած, մենք դա պետական քաղաքականություն չենք դարձրել, հետամուտ չենք եղել, որպեսզի այդ վայրագություն գործածները դատապարտվեն եւ մեր անգործությամբ բերել ենք նրան, որ Ադրբեջանը ստեղծելով կեղծ նարատիվներ, սկսած իբրև թե ցեղասպանությունից Խոջալույի, այսինքն այն մեղքերը, որ իրենք են գործել, մեղադրել են մեզ եւ փաստացի այսօր տեսնում ենք, որ այդ ահաբեկչությունը, իրենք են օգտագործել ահաբեկիչների, իրենք են ֆինանսավորել ահաբեկիչներին, այդ ամբողջ մեղքերը բարդում են հայության վզին եւ դա անում են Հայաստանի իշխանությունների լուր համաձայնությամբ։ Շատ տեղին հարց եք տալիս, ես այստեղ մի քանի կարևոր հանգամանք պիտի նշեմ, բնականաբար որտեղ որ մեր բացերը կան քաղաքականության տեսանկյունից, զուգահեռ շատ հստակ տեսանելի է ադրբեջանական կողմի շատ արդյունավետ եւ հետեւականորեն իրականացվող քաղաքականությունը։ Սկսած ինչպես են այս process-ը առաջ տանում միջազգային հանրության հետ ինչպես են աշխատում, ինչպես են շատ հեշտ փոխում նարատիվները, օգտագործելով սոցիալական հարթակներից սկսած մինչև դիվանագիտական տարբեր process-ներ, որպեսզի վերջիվերջո իրենց սուտերը ավելի ճիշտ ընկալվեն, քան այն պարզ ճշմարտությունները, որոնք մեզ թվում է, որ իսկ ինչու պիտի մարդիկ չընդունեն եւ ընկալեն, որովհետեւ մենք ուղղակի այդ դրանց ուղղությամբ աշխատանք չենք կատարում, եւ այստեղ երևի արդեն ձևավորված որոշակի հայի բնավորության նման բան էլ կա, որ մեզ թվում է բոլորը մեզ պարտավոր են եւ մեզ կհասկանան։ Սա սխալ մոտեցում է, որը տասնամյակներով եղել է եւ հատկապես նման կարևոր հարցերով մենք չենք ցուցաբերել հետևականություն ոչ միայն պատասխանատվության առնչությամբ, այլ տարական ամենակարևոր հարցը մենք Արցախի կարգավիճակի մեր հաղթանակները կապիտալիզացնելու ուղղությամբ 90-ականներից սկսած չենք ձեռնարկել այն քայլերը, որոնք միգուցե 2020 թվականին լրիվ այլ պատկեր բերեին, հա, օրինակ մի շատ པարզ օրինակ ասեմ եւ պատասխանատվության էլի անդրադառնամ, օրինակ ՄԱԿ-ի փաստաթղթերը, այն կարևոր ռեզոլյուցիաները, որոնք ընդունված են եղել եւ որոնք միշտ տարբեր մեկնաբանությունների են, հա, արժանացել եւ հայկական եւ ադրբեջանական կողմից, ունենալով հանդերձ բավականին ծանրակշիռ այնտեղ առավելություններ, մենք չկարողացանք այնպես անել, որ սեղանին դրված այդ ռեզոլյուցիաները նույնիսկ եթե դրա 30, եթե նույնիսկ 50%-ներ, հա, հոգուտ մեզ, մենք կարողանանք դա քննարկման օրակարգ դարձնելով միջազգային հանրությանը, նույն այդ կազմակերպություններին ընդունող մարմիններին, բերենք այն դաշտ, որ հաշվի նստենք դրա հետ եւ դա դարձնենք օրակարգ քննարկման առարկա, մինչդեռ Ադրբեջանը շատ ավելի վատ դիրքերում լինելով կարողացավ այնպիսի նարատիվներ ձևավորել եւ այնպիսի նոր, հա, պահանջներ առաջ դնել, որտեղ իր հետ սկսեցին արդեն խոսել, հաշվի նստել եւ ավելի վատ այն բոլոր խախտումները եւ բացթողումները, որ իրականացնում է միջազգային իրավունքի ներքո, կարծես թե
լուրելիային կամ երբեմն նույնիսկ ոչ լուրելիային անցնում են։ Այստեղ մենք չենք կարող անընդհատ ուղղակի բողոքել եւ դժգոհել այդ պատասխանատվությունից, պիտի նաեւ մեզ նայենք, մենք վերջի վերջո ինչ ենք անում մեր արժեք դրված նպատակները իրագործելու համար, բայց այստեղ էլ Միքայելի հետ էլ պիտի գնանք, որն է վերջի վերջո մեր նպատակը, այո։ Այստեղ շատ ավելի լուրջ քննարկման հարցեր կան, երևի առանձին թեմա էլ սրան կարող ենք անդրադառնալ, առանձին թեմայով էլ, բայց պատասխանատվության առումով շատ կարևոր բան եք ասում եւ ես սա ուզում եմ կապել օրինակ շատ կոնկրետ օրինակով, հա, ասեմ, այսօր մենք կրկին այդ խնդրին առնչվելու ենք պետության քաղաքականության եւ որդեգրած քայլերի պատճառով, ինչու, որովհետեւ խաղաղության օրակարգի շրջանակներում պայմաններից մեկը, որ մեր արժեվ դրվել էր եւ արդեն ստորագրվել է, եւ ես չեմ էլ ուզում ասեմ ցավոք սրտի կամ ստորագրվել է ուրախանալ այդ փաստից, որովհետեւ կան այնպիսի պայմաններ, որոնք բավականին վնաս են մեզ։ Իհարկե, այստեղ մի շատ կարևոր արձանագրում եմ ուզում անել, ինձ թվում է դուք ինձ հետ կհամաձայնվեք, որովհետև այս հարցը շատ է մանիպուլացվում։ Բոլոր նրանք, ովքեր խաղաղության պայմանագրի օրակարգի հետ կապված ողջամիտ կասկածներ, հարցեր են բարձրացնում, շատ հեշտ մանիպուլացվում են որպես խաղաղությանը դեմ։ Սա խաղաղությանը դեմ կարծիքներ չեն։ Չեմ կարծում այսօր Հայաստանում կան մարդիկ, ովքեր դեմ են խաղաղությանը։ Պարզապես պիտի նաև ընդունենք, որ կան կասկածներ, մտահոգություններ, պահանջներ, որոնք չեն կարող ուղղակի անտեսվել եւ բոլոր այն քաղաքական, ոչ քաղաքական տարբեր դերակատարներ, ովքեր չունենալով պատասխան այդ հարցադրումներին, միանգամից հարցակվողական թիրախավորող պոզիցիա են վերցնում եւ ասում, եթե դուք գոհ չեք, ուրեմն դեմ եք խաղաղությանը, սա իհարկե մանիպուլյացիաներից մեկն է, որը վերջին հաշվով հայ հասարակությանը լավ տեղ չի տանելու, որովհետև եթե այդ հարցերին մենք պատասխան չունենանք, շարունակ այդ անվստահության մակարդակը լինելու եւ ավելի խորանալու այն մեծ բևեռացումը, որը գոյություն ունի։ Հիմա սրա լավագույն դրսևորումներից մեկը որ կա եւ ուղղակիորեն նաեւ ձեր հարցից է բխում որպես պատասխան, դա օրինակ միջազգային հայցերն են, միջազգային հայցերի հարցն է, որը որպես պայման դրված է եւ առաջ է քաշվել Ադրբեջանի կողմից, ընդունվել է հայաստանյան իշխանությունների կողմից եւ սրա շուրջ ես չգիտեմ էլ քննարկումները ինչ ծավալով են եղել, ինչ պայմաններում են եղել, սակայն խոսք նրա մասին է, որ մենք ունենալով Ադրբեջանի դեմ ներկայացված դեռևս 20 թվականի սեպտեմբերից սկսած տարբեր բողոքներ, հայցեր եւ մարդու իրավունքների եվրոպական դատարանում եւ միջազգային դատարանում, հա, ՄԱԿ-ի ստիպված ենք հետ քաշել այդ հայցերը, ինչ է դա նշանակում, ստիպված ենք այն բոլոր մեր գանգատներից, պատերազմական հանցագործությունների վերաբերյալ խոշտանգումների, զինվորականների սպանությունների, քաղաքացիական անձանց սպանությունների, պատվերաբերմունքի, հա, խոշտանգումների խայտառակ դրսևորումների ներառյալ 20 թվականից հետո 21-22 թվականին ջերմուկում տեղի ունեցած դեպքերը, հա, տարածքների հետ կապված հարցեր, կին զինծառայողների հետ կապված խայտառակ վերաբերմունքի դրսևորումներ, գլխատումներ, ես ինչու եմ մանրամասն սրանք թվարկում, որպեսզի պարզ լինի, թե այդ հայցերով ինչեր են, հա, բարձրացված։ Սեփականության իրավունքի հետ խախտումներ, մեր մշակութային պատմական հոգևոր կոթողներ, պատմամշակութային ամեն ինչ որ ավիրվել է եւ դրա ներքո շատ կարեւոր նաեւ խտրականության տաժն է որպես հայ, որպես քրիստոնյա լինելու, այո, հայատացության որպես դրսևորում եւ ինչը բարձրացված է նաեւ արդարադատության միջազգային դատարանին ներկայացված հայցով մի կարևոր, շատ կարևոր իսկապես դատական process, որը միգուցե այս պահին մենք դրա արդյունքները չենք տեսնում, բայց մենք ոչ մեկս չգիտենք, թե տարիներ հետո ինչպիսի զարգացումներ են լինելու եւ այդ դատական process-ի արդյունքները ինչպես կարող է օգտագործվել։ Նույնիսկ այս իշխանությունը միգուցե չլինի, փոխվում է օրակարգ, փոխվում են դերակատարներ, բայց դու ունես մի կարևոր հաղթաթուղթ, որը կարող ես դարձնել ոչ միայն իրավական process-ների մաս, արդեն նաև քաղաքական, դիվանագիտական։ Այ դա հենց մեր պետական քաղաքականության մասին է խոսում, որ հետոին ուղղված, ապագային ուղղված չկան որոշակի process-ներ, համենայն դեպս տեսանելի չեն, եթե կան, շատ ուրախ կլինենք, մենք չենք վախենում ընդունել մեր սխալները, բայց միշտ դատողությունները անում ենք ներկա process-ներից եւ հասանելի, մեզ հասանելի process-ներից, հա, եւ տեղեկատվությունից։ Հիմա Հայաստանը, երբ որ հրաժարվում է, ավարտեմ միտքս, գներեք, երբ որ հրաժարվում է, փաստացի եւս սա մեկ դրսևորում է, որպեսզի իմ այդ թվարկած կարևորագույն խախտումները միջազգային իրավունքի ներքո մնան անպատասխան։ Ինձ եւ ձեզ կարող են հակադարձել, ինչի
եւ շատ հաճախանում են, որ դե Ադրբեջանն էլ է հրաժարվում։ Այստեղ մի քանի արգումենտներ կարող ենք ունենալ, ես չեմ ուզի առաջ անցնել եւ ասել որն է ուժեղ, որն է թույլ, բայց միանշանակ կարող եմ ասել նաեւ որպես մասնագետ, որ հայկական կողմի նկատմամբ տեղի ունեցած խախտումները այնքան տեսանելի են, այնքան ակնառու են եւ այնքան հիմքեր կան դրանք առաջ տանելու, որ հրաժարվել ուղղակի նշանակում է հրաժարվել սեփական իրավունքներից, սեփական պաշտպանությունից եւ նոր պատուհան բացել հետագա հնարավոր կրկնությունների համար, որովհետեւ անպատժողականությունը, պատասխանատվության բացակայությունը կրկնելու, նման դեպքերը կրկնելու առաջին նախապայմաններից մեկն է։ Եվ մենք սա տեսել ենք, չէ՞, 16 թվականին տեղի ունեցան դեպքեր, գլխատումներ եւ այլն, մենք չգործադրեցինք այն ողջ իրավական դատական պաշարը, որ կարող էինք, մասնակի գործադրվեց, տեսանք ինչ եղի ունեցավ 20 թվականին։ 20 թվականից հետո տեղի ունեցածի ուղղությամբ մենք քայլ հետ ենք անում, նաև որպես այսպես արդարացում նշելով, որ դե խաղաղության ենք գնում, նոր էջ ենք բացում, այդ նոր էջը չի կարող սկսվել անպատժելիությունից եւ չի կարող սկսվել պատերազմական լրջագույն խախտումների նկատմամբ ցուցաբերված, այսպես ասած, լրելի այն հանդուրժողականությունից եւ առանց դրան որոշակի իրավական պատշաճ գնահատական տալու։ Սա հանրությունների եւ երկու կողմն էլ Մինչայլոց սա միայն հայկական կողմի առումով չի լինելու, որովհետև ես չեմ բացառում, որ մյուս կողմում նույնպես այդ դժգոհությունները լինեն եւ պատասխանատվության ցանկություն լինի եւ գիտակցում տարբեր process-ների եւ եթե այս հարցերին պատասխան չկան, պատասխանատվություն որպես այդպեսին չկա, հաշվետվողականություն սեղանին դրված չկա, խաղաղության օրակարգ եւ այն փաստաթղթերը, որոնք որ ստորագրվում են, շարունակելու են լինել միայն թղթեր, որոնց նկատմամբ լինելու է անվստահություն։ Սա անհնար է որ չլինի, որովհետեւ մարդիկ մենք հիմա ապրում ենք ժամանակաշրջանում եւ process-ներում, որտեղ մարդիկ միշտ ուզում են տեսնել շոշափելի արդյունքներ շատ արագ եւ իրենց ցանկալի ձևով։ Եթե այդ վստահությունը չի ներշնչում կոնկրետ process-ներով, միգուցե 6 ամսվա 8 ամսվա կտրվածքով հարաբերական այն կայուն ֆոնը, որ ստեղծվում է, գոհացնող լինի, բայց հետոին ուղղված անորոշությունը շատ ավելի մեծ է։ Շատ լավ։ Ես իրականում ուզում եմ այն որպես հակափաստակ, որ Ադրբեջանն է հրաժարվում, մեր հայրենակիցներին, ցավոք սրտի Ադրբեջանի շահերի պաշտպանները շատ են, կամ Ադրբեջանի տեսակետից հանդես եկողներ ասել, որ երբ որ դուք հավասարության նշան եք դնում զոհի եւ ագրեսորի միջեւ, ինքներս դառնում եք հանցակից։ Եվ երկրորդ կարևոր հանգամանքը իմ համար չափազանց կարևոր փաստ է այս հայցերի հետ քաշման հետ կապված, սա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունը որպես պետություն իր բոլոր քաղաքացիներին ասում է, որ ձեզ հետ կարող են վարվել ինչպես ուզում են, ամենավերջին, ամենաստոր ձևով եւ Հայաստանի Հանրապետությունը ձեր շահերը չի պաշտպանելու եւ չի բացառվում, որ կարող է ստեղծվել մի իրավիճակ, երբ զոհերի հարազատները կամ նրանք, ովքեր կենթանի են մնացել, արդեն Հայաստանի Հանրապետության հետ տարբեր իրավական քաշքշուկների մեջ մտնեն, իրենց իրավունքները, այսպես ասեմ, նման կոպիտ կերպով խախտելու համար։ Այսինքն դա հստակ ուղերձ է, որ այս պետությունը այլևս հայերի շահերը չի պաշտպանում Հայաստանի Հանրապետության։ Իսկ դա ուղիղ ճանապարհով տանում է դեպի պետության չգոյություն, որովհետև եթե ես որպես մարդ հասկանում եմ, որ այս պետության քաղաքական իշխանությունները կամ այս պետության լեզակների տեր մարդիկ իմ շահերը չեն պաշտպանում, այլ իմ թշնամով ինձ հետ ավարվում է ցանկացած ձևով, ամենավերջին ձևով, բարձր է որ սա տանում է կամ ներքին լրջագույն երկպարակության կամ ես հաստատ կարամ ասեմ տանում է դեպի պետության չգոյության, հայկական պետության չգոյության, թե այս տարածքի վրա ինչ քաղաքական բուտաֆորի կառույց կմնա եւ ինչպիսի բնակչությամբ դա ուրիշ հարց է, բայց այն պետությունը, որին մենք սովորել ենք լավ թե վատ, կիսատ պրատ հայկական այս բոլոր տարիների ընթացքում դա բառացի ուղիղ ձևով մեր աչքերի առջև ապա մոնտաժվում է եւ ես կարող եմ ասել, որ ի տարբերություն շատ-շատերի ես չեմ հրաժարվում եւ չեմ վախենում խոսել այդ խաղաղության օրակարգի դեմ, որովհետեւ դա խաղաղության օրակարգ չի, դա խաղաղեցման օրակարգ է, հայերին խաղաղեցնելու օրակարգ է, մեզ անզեն ձևով, մեզ անձլովին դիմադրությունից զրկելու օրակարգ է, որպեսզի ճշնամին արդեն առանց ակտիվ ռազմական գործողությունների փուլի անցնի Հայաստանը կլանելու վերջի փուլին, հայկական ազգի ինքնությունը ոչնչացնելու վերջի փուլին, ինչը հաջողությամբ տեսնում ենք իրականացվում է եւ հետեւաբար այստեղ շատ լուրջ այդ առումով իրոք շատ լուրջ կոնֆլիկտ կա կոնկրետ ինձ եւ այն մարդկանց միջեւ, ովքեր կեղծ թմբերի կողմնակից են եւ ովքեր համարում են, որ պետք է շարունակել մորֆինի դոզան
միջև որ պացիենտը, այսպես ասեմ, միջև այն պահը, երբ կենսագործունեության սարքերը կանջատեն, որովհետև մի պարզ բան կա։ Մենք կարող ենք շարունակել այսպես ապրել եւ կարող ենք շարունակել, որ մենք ծայրահեղ տերմինալ ծանր հիվանդ ենք եւ պետք է շարունակել տալ մորֆինի դոզան այնքան, որպեսզի պացիենտը չզգացավը եւ ի վերջո մահանա։ Եթե այդ տարբերակն է ընտրվել այս ազգի համար, բայց եթե մենք համարում ենք, որ մենք կենսունակ ենք եւ դեռևս ասելիք ունենք եւ անելիք ունենք այս աշխարհում, ուրեմն մենք պիտի անջատենք այդ մորֆինը եւ պիտի ինչքան էլ ցավը ուժեղ լինի, մենք պիտի կարողանանք ընդունել իրավիճակի ծայրահեղ ծանր լինելը, ընդ որում յուրաքանչյուր ամսվա, օրվա, տարվա հետ այդ ծայրահեղ ծանր լինելն ավելի է խորանում եւ նաեւ Հայաստանի տարած քաղաքականության, այսպես ասեմ, արդյունքում, բայց պիտի դա ընդունենք եւ փորձենք դրա դեմ քայլեր անել։ Կհաջողենք թե չէ, դա ուրիշ հաշիվ է, բայց մենք հասել ենք այն իրավիճակին, որ այդ հարց տալու իրավունք չունենք եւ կուզեի նաեւ պատահական չնշեցի, որ ամեն յուրաքանչյուր քայլով մեր իրավիճակը ավելի է բարթանում եւ ուզում եմ անդրադառնալ մի թեմայի եւս, որ շատ են սիրում էլի մեջ բերել, մանիպուլացնել, այսպես կոչված սահմանագծման, սահմանազատման թեման, երբ որ մենք այստեղ եւս տեսնում ենք Հայաստանի կողմից միակողմանի զիջումներ եւ շատերը խոսում են, որ հունիսի ընտրություններում վերարտադրվելու դեպքում, ինչի շանսերը ցավոք սրտի փոքր չեն, արդեն մեջտեղ է գալու Տիգրանաշենի թեման, որը ստրատեգիական նշանակություն ունի եւ մնացած թեմաները։ Կուզեի այդ տեսակետից եւս։ Ես ուղղակի չեմ կարող չհամաձայնել ձեր բարձրացած մտահոգությունների հետ եւ ես վստահ եմ նաեւ, որ հանրության շրջանում բավականին լայն մասաների մոտ այն բոլոր մտահոգությունները, որ դուք մատնանշեցիք, կան իրականում եւ այս ստեղծված իրավիճակը պատահական չի, այնպես չի էլի, որ մի քանի այսպես դժգոհ մարդկանցով հավաքվել են եւ ուզում են խաղաղություն լինի, մենք էլ չենք ուզում։ Այս կեղծ օրակարգից է պիտի դուրս գանք, որովհետեւ process-ի մասնակիցները, ովքեր ավելի շատ են քարոզում այդ երևույթը, շատ հաճախ նաեւ ուղղակի լրացնում են այս փաստարկները եւ քննարկման օրակարգ, առողջ քննարկման ուղղակի չի մնում։ Մինչդեռ հենց ձեր ասացի օրինակով եմ ուզում եւ ենթատեքստից ելնելով եմ ուզում շարունակել, մինչդեռ կան հարցեր, որոնք չունենալով պատասխան, շոշափելի նաեւ պրակտիկայում ամենօրյա կյանքում արդյունք չտեսնելով, այս նույն մտահոգությունները, այդ մտահոգությունները խաղաղության օրակարգի առնչությամբ բարձրացնում եւ շարունակական են դարձնում։ Հա դրսևորումներից մեկը ոչ թե ուղղակիորեն պայմանագրի տեքստ բխող, այլ process-ին որպես ուղեկցող կարևոր հանգամանք հենց ձեր նշած համանազատումն էր։ Բայց ինչ ունենք մենք այսօր, հա։ Տևական ժամանակ process-ը ընթանում է, ճիշտ է դանդաղ է, բայց ընթանում է։ Վերջին անգամ տարի ու կես զարգացումներ, որ եղել են, բայց ինչ պատկեր մենք որ այդտեղ ունենք։ Այս առումով էլ էլի հայկական կողմից է քայլը կատարվել, հա, հանձնելով տարածքներ եւ այստեղ էլ ես չեմ վարանում այդ բառը արտասանել, որովհետեւ մեր շատ մի շարք հարգելի գործընկերներ այդ բառի հետ էլ համաձայն չեն եւ ուզում են որ նշվի վերադարձնելը, բայց դա կոչվում է հանձնել։ Եթե մի կողմը ուղղակի պարտադրված լինելով քայլ է կատարում եւ պայմանը նա է որ մյուս կողմն է պիտի այդ քայլը անի, բայց չկա։ Ես հիմա ուզում եմ իսկապես ես սխալ լինեմ եւ լինի մի process, ես ասեմ ես սխալ էի եւ Ադրբեջանը իր այդ քայլը կատարեց, որովհետեւ այստեղ իմ, ձեր եւ մյուսի սխալ եւ ճիշտ լինելու հարցը չէ, վերջ-վերջո կարևորագույն հարցեր են։ Բայց մենք փաստացի տեսնում ենք, չէ, որ 21-22 թվականին օկուպացված Ջերմուկի Գեղարքունիքի տարածքներից ստացած հետո շուրջ 250 քառակուսի մետրի մասին խոսք կարող է լինել, որոնք Ադրբեջանի կողմից օկուպացված են։ Ոչ միայն սահմանազատման process-ում այդ հարցերին որևէ եւ այս խաղաղության օրակարգի շրջանակներում որևէ դրական զարգացում տեղի չունեցել, այլ նույնիսկ այն մասը, որ հայկական կողմը իրենը արեց եւ հիմա ակնկալվում է, որ ադրբեջանական կողմը իրենը պիտի անի, չենք տեսնում, չկա 6 ամիս, 1 տարի, արդեն անցել է տևական ժամանակ։ Ես որպես էլի միջին վիճակագրական քաղաքացի կարող էի ակնկալիք ունենալ, որ այդ ուղղությամբ զարգացում պիտի լինի։ Կարող էի, չէ, որպես նաև սկեպտիկ ով կասկածներ ունի այս process-ին, կարող եմ խորացնել իմ մտահոգությունները, կարող եմ, եւ սրանք ուղղակի ես նշում եմ որպես հանգամանքներ, որպեսզի մարդիկ, ովքեր անդադ դժգոհում են այս հարցադրումներից, նաեւ վերջ-վերջո ազնիվ լինելով խոստովանենք, որ այդ դժգոհությունները ուղղակի հորինված չեն, օբյեկտիվ զարգացումների հիման վրա են եւ սահմանազատման process-ը, ինչ դուք նշեցիք, դրա վառ դրսևորումներից մեկն է։ Ավելին եւս մեկ օրինակ կարող եմ ասել, որ էլի այս process-ում խաղաղության օրակարգի շրջանակներում Ադրբեջանի կողմից անուղղակիորեն առաջ քաշվող պայմաններ են, սահմանադրության փոփոխությունները։
որը սոսկ ժամանակադրության ինչ-որ փոփոխություն չի, որը Հայաստանը որպես պետություն, սուվերեն պետություն ինքնուրույն ցանկացած պահի կարող է նախաձեռնել եւ իրականացնել։ Դրա հնարավորությունը եղել է, չեն արվել, ավելին եղել է կարիք կարևորագույն հարցեր քաղաքական ընտրական process-ների հետ կապված փոխելու, բայց մենք տեսնում ենք չի արվել եւ նորից կարևոր հարցեր, որոնք պիտի փոփոխման ենթակա լինեին, չեն նախատեսվում, մինչդեռ փոփոխման ենթակա են դառնում հարցեր, որոնք մեծ հաշվով այդ ձեր ասած հայկական պետության շահերից չի բխում, հա, անկախության հռչակագրի տեքստի հետ կապված եւ մի շարք այլ կարևոր հարցեր, որոնք օբյեկտիվ դիտորդի մոտ, այո, այդ տպավորությունը ստեղծում են, որ սա առաջին Հայաստանի շահերից բխող քայլ չէ եւ երկրորդ արտաքին ինչ որ այլ դերակատարի կողմից առաջ քաշող նախապայման է եւ շարունակ դուք մի քայլ անում ես, երկրորդն ես անում, երրորդն ես անում, դա դառնում է արդեն շատ այսպես կոչված նաեւ կույր հոգեբանության բնականon process, որ դու ամեն ինչ անում ես, բայց քո շահերից բխող որևէ process այստեղ չկա, հարաբերական թմբիրի process է, բայց գոնե մի կարևոր հարց այս ընթացքում չի լուծվել եւ այդ կարևոր հարցը ես չեմ ուզում ասեմ գոնե, որովհետեւ դա ամենակարևորը պիտի լիներ, այս process-ում պիտի մենք կարողանայինք այդ զիջումների արդյունքում գոնե հասնենք նրան, որ այն մնացած հայրենակիցները կապ չունի ովքեր են, կապ չունի ենթադրաբար ով ինչ է արել հայտնվեին Հայաստանի Հանրապետությունում, որովհետև այո, դրանք քաղաքական process-ներ են եւ պահվում են նաեւ ինչ որ բաներ կորզելու համար, բայց մեր դիվանագիտական եւ այլ աշխատանքները մինչ օրս ունակ չեն եղել հանգեցնել մի կետի, որ մենք կարողանայինք ինչ որ մեծ ավելի այսպես ասեմ շահաբեր իրավիճակում հայտնվել։ Այստեղ մեզ կարող են հակադարձել, արգելի արփի, ասեն, տեսեք, մենք նախորդ ամիս ունեցանք տոներից հետո մեր 4 հայրենակիցների վերադարձը, սա քննարկման երկու տարբերակ այստեղ լինել չի կարող, սա իսկապես ամենակարևոր հարցերից մեկն է, ամենաուրախալի, բայց այստեղ մենք տեսնում ենք, որ սա ոչ թե այդ պայմանավորվածությունների արդյունք է, այլ ավելի շատ անուղղակի ոչ ֆորմալ քաղաքականության, որը ոչ այնքան խաղաղության process-ի շրջանակներում է, այլ Թուրքիա-Սիրիա հարաբերությունների նաև, որովհետև մենք փոխանակել ենք վարձկանների հետ, սիրիացի վարձկանների հետ եւ այստեղ նաեւ այդ կշիռն է։ Մենք ունենք այնտեղ տարիքով առողջական խնդիրներ ունեցող ծերունի, ով ուղղակի ոչինչ չանելով սահմանը հատելու ժամանակ է ձերբակալվել եւ այնպիսի հոդվածներով, որ բանական մարդը չի կարող պատկերացնել եւ ընկալել, թե նման մեղադրանքները ինչպես կարող են իրականության մեջ գոյություն ունենալ եւ տեղ ունենալ։ Ունեն քաղաքացիական անձ, ով ուղղակի նոյեմբերի այդ խառը օրերում իր կնոջ հետ պատահաբար հայտնվել է նաեւ Շուշիում, այստեղ պատահաբարը շատ լայն մեկնաբանությունների նաեւ կարող է ենթարկվել, թե ինչ կոչերից հետո են մի շարք Հայաստանի պետության քաղաքացիներ հայտնվել Շուշիում, անտեղյակ լինելով տարբեր զարգացում է, սա այլ հարց է, չեմ ուզում հետաքննենք, բայց ուզում եմ այդ համեմատությունը նաև հասկանանք, թե մենք ինչի հետ ենք փոխանակում, էլի եմ ուզում ժխտում են, որ եղել է փոխանակում։ Այո, դա նաև կարևոր հարց է, բայց այստեղ նաև էլի որպեսի չմանիպուլացի, որովհետև շատ հաճախ են դա կատարում, նույնիսկ մարդիկ, մասնագետներ, ում նաև ոչ սազական է շատ հաճախ, որ մենք մի վիճակում ենք, որ ոչինչ պետք չէ խնայել այդ 4 մարդկանց բերելու հետ խոսքը խնայելու մասին չի, խոսքը դիրքերի մասին է եւ թե վերջի վերջո մենք ինչ քաղաքականություն ենք վարում մեր շահերը պաշտպանելու համար։ Եթե մենք պիտի դա խաղաղության օրակարգից դուրս մեկ այլ ընթացակարգով իրականացնենք քաղաքական ոչ ֆորմալ, հա, ունենալով նայել այլ պետությունների հետ կապված հարցեր, ուղղակի ընդունենք, որ դա այդ process-ի մաս է եւ խաղաղության ընթացակարգ չէ։ Հակառակ դեպքում, եթե դա խաղաղության մաս լիներ, մենք պիտի այսօր ունենայինք մեր բոլոր մնացած 19 հայրենակիցներին Հայաստանի Հանրապետությունում, ոչ թե սպասեինք, որ մյուսը ցմահ կդատապարտվի, 20 տարի, 15 տարի առողջական ինչ խնդիրներ կունենան, ինչի կհանգեցնի դա եւ այլն եւ այլն։ Ես կարծում եմ, որ նախընտրական գործընթացները երբ որ ակտիվանան, Բաքվից Հայաստանի քաղաքական իշխանություններին աջակցություն կտրվի, հարց դրանում չէ։ Ես տեսեք, խոսեցինք սահմանազատումից, այն որ Ադրբեջանը չի պատրաստվում վերադարձնել, բայց նաև նշենք, որ Ադրբեջանը այսօր իր պաշտոնական քաղաքականության մակարդակով
բացատրել է Հայաստանի Հանրապետության նկատմամբ տարածքային պահանջները։ Այո, եւ նրանք այդ կոնցեպտը հետեւողական առաջ են տանում, ամրագրում է ադրբեջանցիների վերադարձի հարցը եւ այլն, այսինքն նրանք ակնհայտ նկրտումներ ունեն այս պետության հանդեպ, դա չեն թաքցնում եւ հետեւաբար այս իրավիճակում կրկնում խոսել խաղաղությունից, խոսել ինչ որ ընթացակարգերից առնվազն ինձ համար որպես հայի ծիծաղելի է, որովհետեւ խնդիրը ես հասկանում եմ, որ մենք փորձում ենք բառերը այս կամ այն հանգամանքներից ելնելով զգուշ ընտրել, ես որպես ազատ քաղաքացի կարող եմ ավելի ազատ արտահայտվել եւ ասել, որ սիրելի հայրենակիցներ, պատերազմը չի ավարտվել, պատերազմը մեր դեմ հետեւողական շարունակվում է եւ շարունակվում է նաեւ ներքին ճակատով առաջին հերթին հայկական պետության լծակներով, որովհետեւ 21-րդ դարում պատերազմի ամենաուժեղ գործիքը դա ոչ թե ռազմական ուժն է, այո դա կշիռ է տալիս, այլ այն է, թե ինչպես են նրանք ազդում ձեր մտքի վրա եւ մեզ հետեւողականորեն այդ հիբրիդային պատերազմի գործիքներով նվազեցնում են մեր դիմադրողականությունը, մեզ կեղծ իրականության, կեղծ ապագայի, այսպես ասեմ, տեսիլք են ստեղծում այնքան ժամանակ, մինչև գործընթացները կդառնան անդառնալի, որովհետև վաղ թե ուշ այդ պայմանական մորֆինի դոզան ավարտվելու է եւ դուք արթնանալու եք մի այնպիսի սարսափելի իրականության մեջ, որտեղից մեծամասնությունը փախուստի հնարավորություն չի ունենալու, բայց որտեղ արդեն ինչ որ բան փոխելն էլ չասեմ անհնար, քանի մարդը կա ամեն ինչ հնարավոր է, բայց լինելու է շատ ավելի դժվար։ Հետևաբար խնդրում ենք, որպեսզի չտրվեք մանիպուլյացիաներին, ինչքանով որ դա դժվար է, որպեսզի ինքներդ ձեզ հարց տաք այս բոլոր տարիների ընթացքում հայության հետևողական կորուստների պատճառները, ոչ թե կեղծ արդարացումները, այլ ինքներդ ձեզ հարց տաք եւ քանի իսկապես ուշ չի փորձել ավելի սթափ դատել եւ փորձել այս կեղծ ինքնախապեյությունից դուրս գալ։ Կարծում եմ շատ կարևոր զրույց էր եւ անպայման կշարունակենք այս թեման, որովհետեւ իրոք, երբ որ ձեզ հետ խոսում են խաղաղությունից, հիշեք մի պարզ բան, չի կարող առանց արդարության, չի կարող առանց հատուցման, առանց պատժի երբեք խաղաղություն չի լինում։ Եթե կենցաղային կյանքում անգամ որևէ մեկը որևէ մեկին վնաս է տալիս, միջև անգամ փոխհատուցումից հետո էմոցիոնալ առումով խնդիրները մնում են, բայց գոնե փոխհատուցումը որոշակի արդարության եւ հավասարության զգացում է ստեղծում։ Ուր մնաց հանրությունների պարագայում, ուր մնաց այնպիսի հանրության դեպքում, երբ որ որը հիմնված է, որի ինքնությունը կառուցվում է հայատյացության եւ հայերին ամեն ինչում մեղադրելու այդ գաղափարի շուրջ։ Հետևաբար եկեք սթափ լինենք, եկեք սթափվենք, թմբիրից դուրս գանք եւ հասկանանք, թե ինչ իրավիճակում ենք ու ինչ քայլեր պիտի ձեռնարկենք, որպեսզի իրավիճակը ավելի բարդ չդառնա։ Այսքանը ձեզ համար այս կարևոր, զգայուն եւ շատ ոչ միանշանակ, այո, հարցի շուրջ զրուցում էին իրավունքների պաշտպանություն առանց սահմանների հասարակական կազմակերպության իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանը եւ ազգ նախաձեռնության անդամ Արփիկ Թոփչյանը։ Միացեք մեզ, միացեք մեր ազգային հարթակին, որպեսզի մեր ձայնը ավելի լսելի դառնա իրականությունը, ճշմարտությունը մատուցելու համար, որովհետեւ միայն այդ դեպքում մենք հնարավորություն կունենանք այս ոչ նպաստավոր, այս չափից դուրս բարդ ներկան ավելի լավ ապագայի փոխելու համար։ Շնորհակալություն։